Բարև ձեզ։ Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի Ասպենտոս քաղաքին մեջ կդերեն դիրի արձանը։ Լիբանանահայության թրական չեզոքությունը, շարունակություն թե փոփոխություն։ 150 քերի ունեինք։ Անոնց նկարները ինչու ցույց չեք տար, Ալեն Սիմոնյան։ Բաքուն մեզ տեղեկացուցել է Ադրբեջանի մեջ մեր ներկայացությունը փակելու մտադրության մասին։ Գարմիր խաչի միջազգային կոմիտե։ Արցախցիներուն անձնակիր գուտան, որտեղ ծննդավայրը նշված է Ադրբեջան, Սիրանուշ Սարգսյան։ Միտքը բաշարման մեջ, հոգեբանական դրավման հայերու թեմ իրականացված ցեղասպանության եւ Գազայի օրինակը։ Պատմություններ, պատմված կորուսյալ լեզվով, բանաստեղծական ուղևորություն սերունդներու միջով։ Ասպենտոս, պատմական արևմտյան Հայաստանի տարածքին մեջ Ձովային Կիլիկիայի հնագույն քաղաքներեն մեկուն մեջ իրականացված բեղումներու ընթացքին հայտնաբերվել է հայոց թիցարանի աստվածներեն մեկու դիրի արձանը։ Բեղումները անցել են ժառանգությունը թեպի աբակա ծրագիրի շրջանագին մեջ եւ այս վայրը հայտնաբերվել են նաեւ մայրության եւ գեղեցկության թիցուհի Անահիտի ու սիրո եւ գրքի աստված Էրոսի մարմարե գլուխները։ Բեղումներու ընթացքին հատկապես տպավորի չէ գտնված արձանը, որը կպատկերե դիրին ճանապարհորդներու հովանավորին, որը հին ավանդազրույցներուն մեջ հայտնի էր նաեւ որպես գլխավոր աստծո Արամաստի պատգամաբեր։ Դիրը պատկերված է տիկնոցով, իսկ ցերկին բահած է քսակ եւ իր խորհրդանիշը գավազան։ Անոր ցախ ոտքի մոտ կանգնած է խոյը, որը հին ժամանակներուն ուժի եւ խիզախության խորհրդանիշ կհամարվեր։ Դիրի մարմարե արձանը հայտնաբերվել է Ասպենտոսի փարահեղ շադրվանի ավերակներուն մեջ քաղաքի հարավային դարպասներուն մոտ։ Փորձագետները կնշեն, որ գտնված բոլոր արձանները ստեղծվել են այս դարաձաշրջանին բնորոշ գեղարվեստական ոճով եւ գարդացոլեն տվյալ ժամանակաշրջանի գեղագիտական ըմբռնումները։ Լիբանանի քաղաքացիական պատերազմի դարիներուն հայ համայնքը որդեգրեց թրական չեզոքության քաղաքականություն, տարբեր համայնքներու հետ հարաբերությունները կառուցելով երկխոսության, անվտանգության ու քաղաքական կայունության պահպանման սկզբունքով։ Այս մոդեցումը կփոխեր Լիբանանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ հայ համայնքի հանձնառութենեն։ Չնայած հայաստանյան տարբեր խնդիրներու վերաբերյալ իրենց քաղաքական տարբերություններուն, երեք հիմնական հայ քաղաքական կուսակցությունները Դաշնակցություն, Հնչակյան եւ Ռամկավար միավորվեցան համայնքի շահերը պատերազմի սպառնալիքներեն պաշտպանելու համար։ Սա հատկապես ակնհայտ էր Լիբանանի քաղաքացիական պատերազմի 1975-1976 տարիներուն, երբ հայ քաղաքական ուժերը եւ հաստատությունները փորձեցին չեզոք թիրք պահպանել հագամարտության մեջ։ Հայերը հիմնական կենտրոնացած էին Լիբանանի ինքնիշխանության եւ հայկական մշակութային ինքնության պահպանման վրա, ներառյալ լեզուն, դպրոցները, մշակույթը եւ հայկական հարցը։ Այս ժամանակահատվածին հայ գազམ་ագերբություններն ու հաստատությունները, եկեղեցիները, դպրոցներն ու մշակութային կենտրոնները գշարունակեին ամրապնդել համայնքի ինքնությունը։ Եկեղեցին դարձավ համայնքի կարևոր կառույց, դնավանդրելով ընկերային եւ բարեգործական աջակցություն, հատկապես տնտեսական դժվարություններու պայմաններու մեջ։ Սուրիական պատերազմի փրկումը, ինչպես նաև արտաքին ուժերու հետաքրքրությունը Լիբանանի քաղաքական դաշտի նկատմամբ նոր մարտահրավերներ ստեղծած են հայ համայնքին համար։ Լիբանանի տնտեսական ճգնաժամը, ժողովրդական փոփոխությունները եւ սուրիահայ փախստականներու հոսքը աստեր են հայաբնակ շրջաններու վրա, բարդացնելով համայնքային միջոցներու պաշտպան հարցերը։ 2020 թվականի օգոստոսի 4-ի Բեյրութի նավահանգստի բայթյունը ձանր հարված հասցուց հայաբնակ թաղամասերուն, մասնավորապես Բուրջ Համուդին։ Հայկական գազམ་ագերբությունները օգնության ցերկ մեկնեցին դուժացներուն, ցուցաբերելով իրենց հանձնառությունը թրական չեզոքության սկզբունքին, որտեղ առաջնայինը մարդկային գարիքներու բավարարումներ, այլ ոչ թե քաղաքական վեճերը։ Այսօր հայերու թրական չեզոքության քաղաքականությունը կփախվի նոր մարտահրավերներու։ Իսրայելի եւ Հեզբոլլահի միջև շարունակվող լարվածությունը, ավանդական քաղաքական կուսակցություններու աստեցության նվազումը եւ նոր շարժումներու առաջացումը
հայ համայնքի համար նոր ընտրության առջև կգանքնեցնեն։ Երիտասարդ հայերու ներգրավվածությունը քաղաքացիական շարժումներու մեջ կհուշե, որ չեզոքությունը կվերափոխվի դառնալով ոչ թե անարդյունավետ քաղաքականություն, այլ ավելի գիտակցված եւ ռազմավարական մոտեցում, որը միաժամանակ կերաշխավորե համայնքի անվտանգությունը եւ թույլ կտա արձագանքել փոփոխվող պայմաններուն։ Հայերու թրական չեզոքությունը Լիբանանի մեջ պատմականորեն եղած է համայնքի գոյատևման կարևոր գործոն երկրի քաղաքական փոփոխություններու պայմաններուն մեջ։ Չնայած այս սկզբունքը կշարունակվի մնալ հիմնական ուղենիշ, վերջին տասնամյակներու զարգացումները կստիպեն վերանայել անոր կիրառման եղանակները։ Լիբանանի հայ համայնքը կանգնած է նոր մարտահրավերներու առջև, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ է համապարփակ մոտեցում։ Անցյալի փորձի, ընկերային տնտեսական գործոններու եւ սերնդափոխության համադրություն կձևավորե համայնքի քաղաքական ապագան։ Արևելյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կառավարության հարցոպատասխանի ժամանակ Սիմոնյանը անչադեց ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանի խոսափողը, ով ցույց կտար Բաքվի մեջ աբորենի բահվող հայ քերիներու լուսանկարները եւ կպահանջեր պատասխանել, թե ինչ կկատարվի իրենց հետ վերադարձնելու ուղղությամբ հայտարարություններեն բացի։ Իսկ մնացածի ժամանակ ինչու այս ելույթը չէիք ունենար, 153 քերի ունեինք, այն ժամանակ այդ 153-ի նկարները ինչու ցույց չէիք տար, ցայնը բարձրացուց Սիմոնյանը զայրացած մեկ կողմ նետելով ցերքի թուղթերը։ Ադրբեջանական լրատվամիջոցներուն Գարմիր խաչի միջազգային կոմիտեի հասարակայնության հետ կապերու մասնակետ Աուրելի Լաչանը հայտնել է, որ Ադրբեջանի կառավարությունը իրենց տեղեկացուցել է Ադրբեջանի Գարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը փակելու մտադրության մասին։ Ան նշել է, որ ներկայիս իշխանություններու հետ կապերը կպահպանվին։ Լրագրող Սիրանուշ Սարգսյանը Facebook-յան իր էջին մեջ գրել է. «Կարևոր. Արցախցիներեն ոմանք վերաստանալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, իրենց անձնակրերուն մեջ կհայտնաբերեն, որ ծննդավայրը նշված է Ադրբեջան։ Բայց ընտանիքի մյուս անդամներու անձնակրին մեջ գրվել է օրինակ Մարդունի ու Ստեփանագերտ։ Երբեմն, երբ որոշ մարդիկ փողոք են, գամագայնությանը սկզբունքով կփոխեն եւ կգրեն օրինակ շրջանի անունը, իսկ մյուսներուն կմերժեն։ Այսպիսի փողոքներ կստանանք։ Կխնդրեմ, ովքեր արդեն անձնակիր ստացել են, դարձյալ ու փախված են այս խնդիրին, արձագանքեն, փորձենք հասկանալ, ինչ դրամաբանությամբ մարդու ինքնությունը հաստատող այս կարևորագույն փաստաթուղթի մեջ գամագայական գրառումներ կխզբզեն»։ Հայերու թեմ իրականացված ցեղասպանությունը, որը Օսմանյան կայսրությունը իրականացուց առաջին համաշխարհային պատերազմի տարիներուն, ոչ միայն մարեց շուրջ 1.5 միլիոն հայերու ֆիզիկական ոչնչացմանը, այլև խոր հոգեբանական դրավմա պատճառեց ողջ մնացածներուն։ Սողոմոն Տեհրիրյանն ու Կոմիտաս վարդապետը դարձան այդ դաժանության խորհրդանիշները, իրենց անձնական ճակատագիրով արտացոլելով այն հոգեգան դարաբանքները, որոնց ենթարկվեցավ հայ ժողովուրդը։ Անոնց փորձառությունները հնարավորություն կտան հասկանալու նաև այն հոգեբանական պատերազմը, որին այսօր ականատես կլանք Գազայի մեջ։ Տեհլիրյանի եւ Գոմիդասի օրինակները կփաստեն, որ Օսմանյան իշխանությունները ցեղասպանության ժամանակ ոչ միայն ֆիզիկապես կոչնչացնեին հայ ժողովրդին, այլև համագարկված կերպով կօգտագործեին հոգեբանական գտանքները։ Հասարակության առաջնորդներու եւ մտավորականության վերացումը նպատակ ուներ ոչ միայն ամբողջ սերունդ մգոդրել, այլև ազգային ինքնության հիմքերը վերացնել։ Այսօր Գազայի մեջ գիրառվող հոգեբանական պատերազմի ցևերը զարմանալիորեն կհիշեցնեն հայերու թեմ իրականացված ցեղասպանության ժամանակ օգտագործված հնարքները։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին հետո բռնության սրումը խորացրել է Գազայի բնակիչներու, հատկապես երեխաներու հոգեգան ճգնաժամը։ Տեհլիրյանի ու Գոմիդասի պատմությունները ցույց կտան, որ ցեղասպանության ու պատերազմի հոգեբանական հետևանքները սերունդներ շարունակ իրենց աստեցությունը կցկեն։ Այս ցավը հաղթահարելու համար անհրաժեշտ են հոգեգան վերականգնման ծրագիրներ, որոնք կօգնեն վերապրածներուն հաղթահարել երկարատև դրավման։
Մշակութային ժառանգության պահպանումն ու վերածնունդը կրնան դառնալ թիմադրության և ինքնության վերականգնման միջոց։ Գոմիդասի երաժշտությունը և անոր ցկած ժառանգությունը վառ ապացույցն են այն բանի, որ նույնիսկ ցեղասպանության ու մշակութային ոչնչացման պայմաններուն մեջ ազգային ինքնությունը անխախտ կմնա, եթե գա կամք այն պահպանելու։ Քաղցի և ցուլման պատմություն ցկվող 3 սերունդներու ընթացքին պատմություններ պատմված կորուսյալ լեզվով բանաստեղծական ուսումնասիրություն է ժառանգության ու ապաքինման մասին, որը կբացահայտվի առօրյա ծեսերուն մեջ։ Այստեղ գա բախտակուշակ էշով ճամփորդող վանագանը և խոհանոցային սեղանի շուրջ զետեղված համերն ու բույրերը, որոնք ալքիմիան գարտնցնե հիշողություններ անոնց մասին, որուն սիրեր ենք։ Գրող Քրեվ Ֆիլցը կնշե. Էլեն Հարությունյան Ռիարտոնի հանդարտ խոսքերը գարցականքեն խաղաղության ու պատկանելիության անհուն գարոդին, որը կփափախե յուրաքանչյուրի սրդին մեջ։ Ան մեզ կհիշեցնե, որ մեր կյանքը այն շարունակությունն է, որը մեզ այստեղ բերած է, և որ առաջ երթալու լավագույն ճանապարհը մեր նախնիներու սերը, խիզախությունն ու նվիրումն ընդունիլն է։ Սա բանաստեղծություն է իր բարձրագույն իմաստով գրվածք, որը մեր առօրյա կյանքը կհամադրե մեր խորագույն խմբային ճշմարտություններու հետ։ Բանաստեղծական այս ժողովածուն լեցված է հիշողություններու համերով ու բույրերով, որոնք կվերակենդանացնեն ընտանիքի դակուկ ներկայությունը։ Էլեն Ռիարտոնի բանաստեղծություններու խոհանոցները հոդավետ այգիները լեցված են նախնիներու ցայներով, գարաչարգեն մխիթարանք ու հույս։ Հարությունյան Ռիարտոնը պատմող է, ով կներկայացնե հավաքված պատմություններ մեր ուղևորություններու և ապաքինման մասին։ Անոր ստեղծագործություններուն մեջ անդրադարձ կա, ինչպես Բոստոնի իր բազմասերունդ ընտանեկան տունը, այնպես ալ Խարպերտը, Վենեդիգը և Վատիկանը։ Վայրեր, որոնք ձևավորեր են անոր ընտանիքի պատմությունը։ Սիրելի հայրենագիցներ, այսօրվան համար այսքանն էինք նախատեսած։ Շնորհակալություն մեզ հետևելու համար։ Լավ մնացեք։